Կառավարությունը մարտի 12-ին նիստում ընդունել է որոշում սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկե պատրաստված որոշակի արտադրանքի արտադրության, ներկրման եւ շուկայում տեղադրման արգելքի մասին։ 2026 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտներին կարգելվի սպառողին պլաստիկե շշերով ըմպելիքներ մատուցել, իսկ 2027 թվականի փետրվարի 1-ից կարգելվի պլաստիկե շշերով ըմպելիքների արտադրությունը, բացի արտահանման նպատակով, ներկրումը եւ դրանց իրացումը շուկայում։ Որոշման սահմանված են նաեւ բացառություններ։ Արգելքը չի տարածվի 3 լիտր եւ ավելի ծավալով խմելու ջրի, նաեւ 20 լիտր եւ ավելի ծավալով ըմպելիքների վրա, այդ թվում ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչքների։ Բացառությունը կվերաբերվի նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարարության, Վրաստանի պաշտպանության ուժերի եւ զինծառայողների կարիքների համար խմելու ջրի արտադրությունն ու մատակարարումը։ Մարտի 16-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ պլաստիկե շշերի արգելքի վերաբերյալ վերջնական որոշումը չի ընդունվի առանց բիզնես հատվածի հետ խորհրդակցությունների։ Կոբախիձեի խոսքով կառավարությունը պատրաստ է քննարկել ինչպես կանոնակարգի հետաձգումը, այնպես էլ դրա փոփոխությունը։